Վերջին 1700 տարում հայոց պատմության մեջ բազմաթիվ անգամ կրկնվել են դեպքերը, երբ թագավորները օգտվելով համեմատաբար ավելի խաղաղ պայմաններից փորձել են ներքին կյանքը բարեկարգել, նորոգել, ինչու՞ չէ նաև եւ այդ ներքին կյանքը վերաբերվել է նաև մեր եկեղեցուն եւ մեր հավատքին։ Նման դեպքեր մենք շատ ունենք պատմության մեջ, Արշակ թագավորին, Արշակ երկրորդին հիշենք, Պապ թագավորին կարող ենք հիշել, երբ որ նա փորձում էր կուսանոցների քանակը նվազեցնել, ժողովրդական այդ ճգնաժամի հարցը լուծել, եկեղեցու ձեռքից վերցնել հողերը եւ տալ գյուղացիներին, որպեսզի գյուղացիները սովահար չլինեն եւ ապրուստի միջոց ունենան, ու վերջապես եկեղեցականները հավաքվում են, դիմում են Հռոմի կայսերին, ով էլ իր զորավարի միջոցով սպանում է մեր Պապ թագավորին եւ դրանից ընդամենը մի քանի տարի հետո Արշակունիների դինաստիան ավարտվում է, անկում է ապրում եւ Հայաստանը բաժանվում է երկու մասի։ Տեղի ունենում Հայաստանի առաջի բաժանումը, կորցնում ենք մեր թագավորությունը։ Նման դեպքեր շատ ունենք, Պետրոս Կերտադարձին կարող ենք հիշել, որ Անիի թագավորության անկման հիմնական պատճառը դարձավ, ինչպես նաեւ կարող ենք հիշել Կիլիկյան Հայաստանի ժամանակներում, երբ կրոնական տարբեր թևերի բախումների պատճառով ունիթորներ, հակաունիթորներ պետությունը թագավորությունը հյուծվեց եւ չկարողացավ դիմանալ արտաքին ուժերին եւ արտաքին հարվածներին։ Հիմա գանք մեր օրեր։ Ոչ մեկից համար գաղտնիք չի ու ոչ մեկ չի կարող հերկել, ոչ աթեիստները, ոչ բնապաշտները, ոչ աղանդավորները, ոչ մեկ չեն կարող հերկել, որ հայ առաքելական եկեղեցին է մեր հոգեվոր մշակութային կյանքի հիմնական հենասյունը, մեր ժողովրդի բնավորությունը կերտողը։ Եւ հայ առաքելական եկեղեցու միջոցով է, որ ժողովուրդը ունի դիմագիծ։ Ու այսօր մեր հայ առաքելական եկեղեցու գային բազմել են մարդիկ, բարձրաստիճան հոգևորականները, ովքեր որ պղծել են մեր եկեղեցու հիմնական արժեքները, հիմնական ավանդույթները, նրանք կուսակրոնության երթում են տվել եւ խախտել են այդ երթումը, սիրուհիներ ունեն, երեխաներ ունեն, տարբեր բիզնեսներով են զբաղվում, ունեն տարբեր քաղաքական հայացքներ, որը որ նույնպես չի թույլատրվում եւ իրենք էլ չեն հերքում ու նույնիսկ բացատրույց են տալիս, որ օտար երկրներից ինֆորմացիաներ են ստանում, օտարների կողմից են կառավարվում, ակնհայտորեն, որ ժողովուրդը ում էլ որ հիմա մոտիկանաք հարցնեք, գիտեն։ Բայց ցավը այն է, որ այս աղճատումը, այս արժե համակարգի այսպիսի վատ ձևով անկումը ազդել է նաև մեր հասարակության վրա, ազդել եւ ազդում է հասարակության վրա։ Պատահում են նույնիսկ մարդիկ, ովքեր ասում են, հա դե նորմալ է, էլի, որ կաթողիկոսը երեխա ունի, խախտել է կուսակրոնության ուխտը, նորմալ է, որ մի եկեղեցականը հրավիրում է սիրուհուն ինչ-որ սենյակներում հաճելի ժամանց անցկացնելու համար, գուցե այդ սենյակը եկեղեցում էր, կամ նորմալ է, որ եկեղեցականը բիզնեսներ ունի, նորմալ է, որ եկեղեցականը օտարի շահն է սպասարկում, կան նման քաղաքացիներ, ու այդ բարոյական, այդ արժե համակարգային անկումը հենց գալիս է դրանից, որ մեր հենասյունը, հիմնական սյունը այսօր բարոյազրկված է։ Ու հիմա մեր իշխանությունները, մեր կառավարությունը օգտվելով համեմատաբար ավելի խաղաղ, ավելի հանգիստ վիճակից փորձում են լուծել նորից կանգնել ենք այդ խնդրի առաջ, լուծել եկեղեցու այդ նմանատիպ հոգևորականների հարցը, մաքրել եկեղեցին, վերջապես ազգայնացնել։ Ու բնականաբար դիմադրության են արժանանում։ Այդ դիմադրությունն էլ դրսևորվում է տարբեր կերպ, դրանից օգտվում են օտար ուժերը, շահագործում են նրանց, քանի որ փաստեր ունեն նաև, բերել են, երևի տրել են նրանց դիմացը, ասել են, որ եթե մեզ չծառայեք, կհրապարակենք, խայտարակ կանենք, նրանք էլ ծառայում են օտարներին։ Եվ հիմա տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական ուժերը, ովքեր որ նորից նույնպես ծառայում են օտարներին, միավորվել են այդ եկեղեցականների շուրջ, հակաիշխանական, հակապետական քարոզ են անում, ինչ-որ պլաններ են գծում, թե քայլերի հաջորդականություն են մշակում, երևի կամ էլ մշակած արդեն ուղարկել են իրենց, որ նրանք պարզապես կատարեն այդ նախագիծը, պլանը, այդ քայլերը կատարեն, թե ինչպես պետք է երկիշների, դերասանների միջոցով ինչ-որ մարդկանց մեջ վախներ շնչեն, աղոթքներ անեն, տագնապի ազդանշան հղեն, տագնապ առաջացնեն բնակիչների ու ժողովրդների մեջ, նրանք չեն խնայում ոչ մեկին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր որ իրենց հավատում են, ովքեր որ համարում են իրենց հավատավոր հոտը, չեն խնայում մեր պետականությունը։ Բազմիցս անգամ մենք եկել հասել ենք այս կետին ու այս կետից հետո կորցրել ենք մեր անկախությունը, մեր պետականությունը։ Հիմա սիրելի ժողովուրդ, մենք պիտի կանգնեցնենք այդ թափանիվը, որը անընդհատ կրկնվում է, արդեն
1700 տարուց ավել մի քանի անգամ պետականությունը կորցնելու տեսքով կրկնվում է։ Հիմա մենք պետք է կանգնենք մեր պետականության կողքը, պիտի լինենք մեր պետական իշխանությունների թիկունքին, բոլորս հավաքվենք մի բռունց դառնանք ու փրկենք մեր եկեղեցին ազգայնացնենք։ Ինչպես որ ժամանակին տարբեր դրվագներով ազգայնացրել են, մաքրել են մեր թագավորները, որ ժամանակին կաթողիկոս նշանակում էին օտարները, հետո մեր թագավորների ճնշումների շնորհիվ մեր կաթողիկոսները սկսեցին նշանակվել Հայաստանում եւ այլն, հիմա էլ պիտի մաքրենք ու այնքան վճռական ձևով ու այնքան միասնական ձևով, որպեսզի չկորցնենք մեր պետականությունը։ Սա չափազանց, ես կասեի, վտանգավոր մի փուլ է, մի բան է, որ անխուսափելի է, պիտի անցնենք։ Եթե չանցնենք, նորից հայտնվելու ենք այն հին տաշտակի առաջ, նորից պատմությանը թափանիվը գալու է կանգնի կետին, նորից կորցնելու ենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունը։ Դրա համար, սիրելի ժողովուրդ, զգոն լինենք, ուշադիր լինենք, օգտվենք պատմության տված դասերից, սիրենք մեր հավատքը, մեր եկեղեցին, անկախ ամեն ինչից, կրոնական ոչ ճյուղին է հավատում, դավանում կամ աթեիստ է, հասկանանք, որ մեր եկեղեցին է մեր մշակութային հոգևոր ամենամեծ հենասյունը, կանգնենք նաև եկեղեցու կողքին եւ օգնենք եկեղեցուն, որպեսզի ազատվի, մաքրվի այս տարերից, ովքեր որ ուզեն թե չուզեն, պիտի ծառայեն օտարին։